Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակնհայտ է ընդամենը ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ առհասարակ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, չենք հանդուրժելու եւ գործով ցույց տալու, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է։ Եթե մարդիկ հիմա դուրս չգան այդ համացանցային տիրույթից դուրս իրենց տեսակետը չարտահայտեն եւ չպաշտպանեն հայ առաքելական եկեղեցին, վաղը հնարավոր է մեր գոյության հարցը դրվի ու ինչ ենք անելու, էլի սպասելու ենք, ուղղակի սպասելու ենք, թե մեզ ոնց են ոչնչացնելու։ Այս իշխանությունները գործում են մեր թշնամիների հետ հավասարապես նույն ծրագրով ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը։ 20 թվականին այդ մասին էինք խոսում, դրանից հետո էլի էինք այդ մասին խոսում, այսօր էլ հասկանալի չի, որ դա այդպես է։ Ակնհայտ է ամեն ինչը ու չտեսնելը, անտեսելը, այս պահին չգործելը եւ այս իշխանություններին անհապաղ չհեռացնելն ու չդատելը իրենց հանցագործությունների համար արդեն մեր կողմից է հանցագործություն։ Ես ուզում եմ դիմել բոլոր երիտասարդներին, մենք հիմա արդեն ունենք պարզ իրողություն, որ բոլորը ոչ միայն երիտասարդները, այլ հասարակության լայն զանգվածը չի ընդունում այս ապօրինությունները եւ սրբապղծությունները։ Եվ մենք բոլորս գտել ենք ինչ-որ հարթակ, օրինակ օնլայն հարթակը, Facebook, Instagram, այլ վայրեր, որտեղ մեր բողոքը արտահայտում ենք։ Սա ճիշտ դիրքորոշում չի, որովհետև պայքարի այն էներգիան, որը մենք հիմա պիտի կառուցողական օգտագործենք, պիտի կարողանանք օր առաջ հրատապ դեմն առնել այս չարիքի, մենք կիրառում ենք այդ ամբողջ էներգիան սոցհարթակներով հանելով։ Ինչ խնդիր ենք դրանով լուծում։ Գնալով օր առաջ մեր երկրի վիճակը ծանրանում է, օր առաջ հայ արժանապատվությունը գետնին է ընկնում։ Ոնց են։ Ես զարմանում եմ, օրինակ ոնց են մարդիկ կարողանում իրենց առօրյա ընթացքը շարունակել, գնալ գործի, զրուցել, գիտեմ, լինել սովորական ընթացքի մեջ, երբ որ մեր երկիրը գտնվում է այսպիսի վիճակում։ Իմ արժանապատվությունը թույլ չի տալիս, որ ես կարողանամ այսպես շարունակել։ Դրա համար կոչս բոլոր երիտասարդներին եւ ոչ միայն երիտասարդներին։ Պետք չէ, որ մենք մեր էներգիան սխալ ձևով ոչ կառուցողական ձևով վատնենք։ Դուրս եկեք, յուրաքանչյուրը այն ձևով, ինչպես որ տեսնում է։ Դուրս եկեք, արտահայտենք մեր ընդվզումը այս ամեն ինչի դեմ, միջև որ կկարողանանք ընդհանուր իմի գալ եւ դեմն առնել այս չարիքի։ Պետք է ասել ընդ որում չարիքի, ոչ թե սա արդեն այլևս ուղղակի քաղաքական եզրույթներով այս ամեն ինչի մասին խոսել չի լինի, այսքանը։ Երկիրը օրհասական վիճակի մեջ է եւ երբ որ վտանգը արդեն հասել է մեր դները, երբ որ Արցախ էր, բոլորը ցենց իրենց համար դժբախտաբար անձնագենտրոն վիճակում չէին ապուրմակցում։ Այ հիմա հասել է Երևանին, այսպես հասել է ամեն մեկիս տուրը, թե ամեն մարդ թող վեր գնա պայքարելու։ Տիկին Թաշյան, օրինակ վտանգ չեք տեսնում, որ օրերից մի օր կարող է վարչապետ Փաշինյանը վեր կենա եւ պահանջի կրոնափոխություն։ Ովքեր հիմա ընդունում են Նիկոլին կամ իրենց մեջ ուժ չեն գտնում պայքարելու, գուցե այդպես էլ անեն։ Ովքեր ամեն ինչին ենթարկվում են, ձեռք են սեղմում, այսպես ասած ընդունում են իր բոլոր ասածները, գուցե իրենք անեն, չգիտեմ, ես չեմ անելու, դուք չեք անելու, ես դա հաստատ գիտեմ։ Ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ եւ պաշտպանում եմ իմ եկեղեցին, իմ հայրենիքը, իմ տունը։ Ինչու է ձեզ Փաշինյանին հանկարծ սկսել հետաքրքրել եւ մատուրներ։ Ձեր քաղաքական Չէ, մի րոպե վահե։ Թող գրի, ինչքան ուզում է թող գրի, այնքան կգրի, մինչև որ ժողովուրդը դուրս գա։ Ժողովուրդը պիտի դուրս գա, որպեսզի այս բոլոր մանրուքները վերանան։ Բարձրապես ուզում է հրահարել, բարձրապես ուզում է նսեմացնել հայ եկեղեցին, իսկ եթե մենք ունենք ներողություն, եթե մենք ունենք արժանապատվություն,
դուրս կանք պաշտպանելու մեր եկեղեցին, մեր տունը հայրենիքը։ Հրահրումը ու այլ հետևանքներ կունենա, նկատի ունեմ օրինակ քաղաքացիական բախումներ եւ այլն, հենց այդ միտումը հաշվի առնելով է այս քայլը արվում Փաշինյանի կողմից։ Չգիտեմ Փաշինյանը ինչ է մտածում, անշուշտ մենք կխուսափենք քաղաքացիական, որովհետև այս ամբողջ ծանր իրավիճակում մեր ցասումը չգիտենք ինչպես արտահայտենք եւ թեկուզ փողոցում երկու վարորդ իրար հետ սկսում են գրվել շատ վատ վերջանումը, որտեղ էներգետիկան այնքան վատ է, այնքան մարդիկ գերլարված վիճակում են, բայց միջոցը այդ բոլորից դուրս գալու միջոցը մեկն է։ Պիտի ձերբազատվենք Փաշինյանից, վերջ, Փաշինյանից եւ իր իշխանությունից։ Թող ինքն իրեն գրթի։ Իմ գրթությունը ինձ բավարար է։ Ես շարունակում եմ ամեն օր զարգանալ ճիշտ հայացքներով։ Թող ինքն էլ այդպես անի, այդ բոլորը սուտ, խանգարող, ընդհանուր վեկտորից շեղող, չգիտեմ, միջոցառումներ են, չգիտեմ ինչեր են։ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները սկսեցին այս օրերին իրենց շեֆի, այսպես ասած, խոսքերը պաշտպանելու համար ապացույցներ բերել, նկարներ էին հրապարակում մատուրի ներսում, ինչ որ ավելների նկարներ, կովերի նկարներ, որպեսզի ցույց տան, որ իսկապես խորհրդանոցի է վերածված չուլան է մեր եկեղեցին։ Այդպես է ձեր կարծիքով։ Բոլորս էլ գիտենք, որ այդպես չի, բոլորս էլ գիտենք, որ խոնարհված եկեղեցիներում շատ գործ կա անելու, բայց ինձ համար այդ խոնարհված եկեղեցին նույնքան սուրբ է եւ ես ամեն գիրագի գնում եմ ուխտերի, որովհետեւ ինձ համար սրբավայրը մնում է սրբավայր։ Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցիները իր համար նշանակություն չունի։